Ինչու եմ ես հավատում, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է։ Մեր բոլորիս կյանքում հաճախ ծագում են հարցեր։ Օրինակ, ինչի վրա է հիմնված մեր հավատը, ինչու ենք մենք վստահում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանին, հատկապես այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսին է մեր հոգևոր կյանքը։ Ինձ համար հավատը Տեր Հիսուսի աստվածության հանդեպ չի ծնվել պատահաբար, եւ դա ունի հստակ պատճառներ։ Առաջին պատճառը անձնական փոփոխությունն է։ Տեր Հիսուս Քրիստոսի հետ իմ հանդիպումը, նույնիսկ հոգևոր փորձերի կամ առօրյա դժվարությունների մեջ ցույց տվեց մի անտեսանելի ուժ, որը փոխում է մարդուն ներքինից, այսինքն ներսից։ Երբ ես սկսում եմ հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, սիրել, ներել, լինել համբերատար ու արդար, կյանքումս նկատելի է դառնում դրական փոփոխություններ։ Այդ ուժը պարզապես մարդկային կամ հասարակ ուսուցման արդյունք չէ։ Երկրորդը, Հիսուս Քրիստոսի կյանքը եւ գործերը պատմական փաստերի ու մարդկային արձագանքների միջոցով տեսանելի են։ Տեր Հիսուս Քրիստոսը ապրել է այնպես, որ դժվար է որևէ այլ մարդ նույն կերպ ապրեր, դա անհնարին բան է։ Հիսուս Քրիստոսի խղճի խորությունը, սիրո անսահմանությունը, մարդկանց կյանքի վրա ունեցած ազդեցությունը հնարավոր չէ բացատրել միայն մարդկային տաղանդով կամ բարոյական ուժով։ Այսինքն, Հիսուս Քրիստոսին ուղղված պատմական վկայությունները, շատ բազում միլիոնավոր մարդկանց փոփոխված կյանքերը եւ աշխարհը, որտեղ ապրում ենք, փաստում է, որ Տեր Հիսուս Քրիստոսն ավելի է, քան սովորական որևէ մարդ։ Երրորդ պատճառը իմ անձնական վստահությունն է։ Հավատքը ոչ միայն գաղափար է, ոչ միայն վկայություններն են, այլ անձնական հարաբերություն։ Երբ ես դիմում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, զգում եմ խաղաղություն, համբերություն, ներքին հույս, որը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Այդ զգացումը երբեք չի խաբում, եւ այն ինձ մղում է վստահել, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն որևէ պատմական կերպար է, այլ իսկապես կենդանի եւ աստվածային ուժով լի։ Եվ վերջապես, Հիսուս Քրիստոսը իմ կյանքի ուղեցույցն է։ Հիսուսը ցույց է տալիս ճշմարիտ ուղին, ոչ միայն խոսքերով, այլ օրինակով։ Նրա խոսքերն ու գործերը ինձ սովորեցրին, որ իրական իմաստը, ազատությունը եւ ուրախությունը չեն գալիս նյութական բաներից կամ մարդու ցանկություններից, այլ Աստծո հետ միացությունից։ Եվ երբ տեսնում եմ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի վարդապետությունը փոխում միլիոնավոր մարդկանց կյանքերը, դա եւս մեկ առարկայական պատճառ է հավատալու, որ Տեր Հիսուս Քրիստոսը ոչ միայն Տեր եւ Փրկիչ է, ոչ միայն Աստծո որդի է, այլև Աստված է։ Հավատալը Տեր Հիսուս Քրիստոսին նշանակում է վստահել նրան ամբողջ սրտով, գիտակցելով, որ նրա ուժն ավելի մեծ է, քան մեր ցավերը, մեր անհաջողությունները, մեր աշխարհը։ Դա պարզապես հավատ չէ։ Դա իմ կյանքն ու իմ կյանքը փոխած իրականության ճանաչումն է։ Ահա թե ինչու եմ ես հավատում, որ Տեր Հիսուս Քրիստոսն Աստված է։ Ոչ թե միայն խոսքերով, ոչ թե միայն պատմությամբ, այլ իմ անձնական փոփոխությամբ, վստահությամբ ու կյանքում տեսանելի սիրով եւ զորությամբ, որը գալիս է միայն ու միայն Տեր Հիսուս Քրիստոսից։ Իսկ հիմա խոսենք Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերության մասին։ Երջանիկ է այն մարդը, ով գտնում է այն ուղին, որը իր կյանքին տալիս է նպատակ եւ իմաստ։ Տեր Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերությունը հենց այդ ուղին է։ Երբ մենք գիտակցում ենք, որ միայնակ չենք այս աշխարհում, որ մեզ հետ կա մեկը, ով լսում է մեր մտքերը ու զգացմունքները, մենք սկսում ենք այլ կերպ նայել մեր դժվարություններին։ Անձնական հարաբերությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ մեզ տալիս է ուժ դիմակայելու փորձություններին, խառնաշփոթի ու անհանգստության ժամանակ։ Սա այն է, ինչ այս աշխարհը մեզ տալ չի կարող, ոչ էլ գումարն ու նյութական հաջողությունը։ Տեր Հիսուսի հետ հարաբերությունը մեզ սովորեցնում է ներողամտություն եւ իհարկե սիրո արժեքը։ Երբ մենք խոսում ենք Հիսուս Քրիստոսի հետ,
լսում ենք նրան, ու փորձում գործել նրա օրինակով, մեր սիրտը ավելի լայն է դառնում ուրիշների նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ ամեն մարդ, ում հանդիպում ենք, ունակ է փոխվելու, եւ մենք էլ ինքներս Հիսուս Քրիստոսի օգնությամբ կարող ենք փոխակերպվել։ Անձնական հարաբերությունը Տեր Հիսուսի հետ նաև մեզ տալիս է խաղաղություն։ Երբ խառնաշփոթը մեծ է, երբ մտքերն անհանգիստ են, երբ կյանքը լի է տարատեսակ դժվարություններով, Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունը մեզ խաղաղություն է բերում։ Դա ոչ միայն ներքին հանգստություն է, այլ նաև այն ուժը, որը օգնում է կայացնել ճիշտ որոշումներ, ընդունել դժվարությունները եւ շարունակել առաջ։ Կարևոր է հիշել, որ այս հարաբերությունը պահանջում է ներդրում։ Դա ոչ միայն ժամերով աղոթք կամ սովորություն է, այլ ամենօրյա ընտրություն։ Թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսի ազդեցությունը դառնա մեր մտքերի, խոսքերի եւ գործողությունների մի մասը։ Երբ այն դառնում է մեր կյանքի անբաժանելի մասը, մենք սկսում ենք ապրել ուրիշ կերպ։ Ամեն քայլ, ամեն խոսք եւ ամեն հարաբերություն դառնում է հնարավորություն սերը եւ խաղաղությունը տարածելու համար։ Անձնական հարաբերությունը Տեր Հիսուսի հետ մեզ տալիս է նաեւ նպատակ ու իմաստ։ Մենք սկսում ենք տեսնել մեր կյանքը որպես ծառայություն, ոչ միայն մեր համար, այլ նաեւ մյուսների համար։ Երբ կյանքը ունենում է ավելի բարձր նպատակ, դժվարությունները դառնում են ոչ թե կաշկանդող պատնեշներ, այլ դաս ու փորձ, որոնք զարգացնում են մեր հոգին։ Հետևաբար, Հիսուսի հետ անձնական հարաբերությունը պարզապես հոգևոր պարտականություն չէ։ Դա կյանքի տարբերությունը փոխող, ուժ ու խաղաղություն բերող իրական կապ է։ Այն փոխում է մեր տեսլականը, մեր սիրտը եւ մեր կյանքը։ Ամեն մարդ, ով ընդունում է այս հարաբերությունը, գտնում է ներքին ազատություն, խաղաղություն եւ իրական երջանկություն, որը կախված չէ այս աշխարհի արտաքին պայմաններից։ Եվ վերջում, մտածենք, ամենօրյա կյանքում մենք այնքան հաճախ գծկվում ենք խնդիրների, անհանգստության ու աղմուկի մեջ, եւ մոռանում ենք, թե ինչ ուժ կա մեր ձեռքի տակ, մեր կողքին, մեր մեջ։ Տեր Հիսուս Քրիստոսի հետ անձնական հարաբերությունը բացում է ճանապարհ դեպի խաղաղություն, սիրո եւ իմաստով լի կյանք։ Ընդունենք այն, սկսենք խոսել Տեր Հիսուս Քրիստոսի հետ, լսել նրան, եւ շուտով բոլորդ էլ կտեսնեք, թե ինչպես ամեն օրը կարող է դառնալ հնարավորություն ապրելու ավելի խորը, ավելի իմաստալից եւ լիարժեք կյանք։